Երևանի ծայրամասից կենտրոն այսօր առավոտյան ավելի հեշտ էր հասնել ոտքով, քան երթուղային տաքսիներով։ Ողջ գիշեր տեղացածությունը կաթվածահար էր արել Երևանի երթևեկությունը, գրեթե բոլոր փողոցները դժվար անցանելի էին։ Ավանի եւ Նոր-Նորքի համայնքներում ցանած աղն ու ավազը արդյունք չէին տվել։ Վարորդները շատ զգուշավոր էին եւ դանդաղեցրել էին մեքենաների ընթացքը։ Իսկ մայթերում տեղակայված տարբեր ծառայությունների աշխատակիցներն իրենք էին մաքրում տարածքը, մեծ բահերով ձյունը նետում փողոցներ։ Որոշ վարորդներ էլ կանգնել էին փաստի առաջ, հենց կենտրոնական փողոցներում նրանց մեքենաները առաջ չէին շարժվում։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի տվյալներով 3 երեկոյան ժամը 7-ից կենտրոնական եւ երկրորդական փողոցներում իրականացվում են մաքրման աշխատանքները քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ բոլոր վարչական շրջանների ղեկավարների ներկայությամբ։ Իսկ այսօր մայթերից ձյան շերտը հեռացնելու աշխատանքների մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա։ Երևանի բնակիչները մեծ դժվարությամբ էին քայլում ոչ միայն մայթերով, այլ նաեւ գետնանցումների աստիճաններով։ Քաղաքապետարանից վստահեցնում են, որ մայրաքաղաքի խցանումները ոչ մի կապ չունեն ձյան հետ։ Մեղավորներն անփորձ վարորդներն են, որոնց թիվը մեծ է։ Իդեպ տարբեր մարզերից Երևան աշխատանքի շտապող քաղաքացիներին երթուղային տաքսիների վարորդներն այսօր առավոտյան հայտնել են, որ երեկոյան ժամերին հնարավոր է չկարողանան աշխատել։